Ամանորին ավելի քան մեկ ամիս կա, բայց Հանրապետության հրապարակում սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին։ Այս տարի մայրաքաղաքի բյուջեից տոնական զարդարանքի համար ավելի քան 607 միլիոն դրամ է հատկացվել։ Գումարը կծախսվի մայր տոնածառի ճյուղերի և լույսերի, վարչական շրջանների 10 տոնածառների լույսերի և գագաթների մատակարարման, ինչպես նաև Հանրապետության հրապարակի երկխողշատրվանների տարածքի ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար։ Ֆակտոր TV-ն ուսումնասիրել է գնման պայմանագրերը և ներկայացնում ենք մանրամասները։ Երևանի տոնական ձևավորման և միջոցառումների կազմակերպման համար երկու փուլով մրցույթ է հայտարարվել։ Քաղաքապետարանից Ֆակտոր TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախավորակավորման հայտ են ներկայացրել Factory Production, Background Production, Cinemart, Outsource և Monte Corporation ընկերությունները, որոնք մասնակցել են կոնսորցիումով, այսինքն համատեղ։ Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ Outsource և Monte Corporation ընկերությունների հայտում հանձնաժողովի անդամները պահանջների անհամապատասխանություն են արձանագրել։ Հանձնաժողովը, որը գլխավորել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անբավարար է գնահատել մասնակցի հայտն ու մերժել, քանի որ ընկերություններից որևէ մեկը հայտը ներկայացնելու տարվա կամ դրան նախորդող 3 տարիների ընթացքում առնվազն 2 մշակութային միջոցառում կազմակերպելու պայմանագիր պետք է ունենար, որոնցից յուրաքանչյուրը կարժենար առնվազն 150 միլիոն դրամ։ Monte Corporation-ը նոր չէ ոլորտում։ Ընկերությունը 2021 թվականին տեղադրել և ձևավորել է գլխավոր տոնածառը։ Ընկերության սեփականատեր Անդրանիկ Խուրշուդյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասաց, որ դժգոհություն չունեն հանձնաժողովի որոշումից։ Նրա խոսքով առնվազն 2 պայմանագիր ունենալու պահանջին համապատասխանել են, բայց դրանցից մեկը դարձյալ կոնսորցիումով է եղել, ինչն էլ պահանջներին չի համապատասխանել։ X կազմակերպությունը պետք է ունենար 2 հատ 150 միլիոն պայմանագիր, հիմա այդ X կազմակերպությունը կոնսորցիումով ուներ երկրորդը, բայց այդ Y-ը նորից մեր կազմակերպությունն էր։ Այսինքն ինքը ինչ-որ երրորդ կազմակերպության հետ չուներ կոնսորցիում։ Արդյոք մրցույթին մասնակցելիս գիտեին, որ դա կարող է մերժման հիմք լինել։ Ճիշտ ասած, մենք մտածել ենք, քանի որ նույն կոնսորցիումն է մասնակցում, դա դիտվում է որպես մի մարմին, մի կազմակերպություն։ Մրցույթի նախավորակավորման փուլը չհաղթահարած Outsource ընկերության սեփականատեր Արմեն Սարգսյանն էլ Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասաց, որ չեն բողոքարկել գնահատող հանձնաժողովի որոշումը, բայց մերժման հետ կապված որոշ առարկություններ ուներ։ Տեսել եք երևի ինչ գործեր են կարել ու ինչ մասշտաբի ու հենց կոնկրետ ձևավորման մասով են կարել։ Ուղղակի ասացին, որ մի կազմակերպությունը մի հատվածի փորձառություն ունի, մյուս կազմակերպությունը այլ, իսկ ընդհանուր կոնսորցիումով եթե մասնակցում ես, եկեք թող կոնսորցիումը ունենա այդ փորձը։ Սա այն հարցն է, որ միանշանակ ոչ մեկ ասել չի կարող, սա շատ վիճելի հարց է, ու մեծ հաշվով ես այդպես շատ չընդդիմացել այդ իրենց որոշմանը։ Հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և եկել են այն եզրակացության, որ օրենքի մեջ բաց կա, որն էլ տարընկալման և մեկնաբանման պատճառ է դարձել։ Այս ամենը հաշվի առնելով ընկերության սեփականատերը հանձնաժողովի որոշման մեջ դիտավորություն չի տեսնում։ Հանձնաժողովը, որի կազմում եղել են ավագանու ՔՊ խմբակցության անդամներ և հանրային ձայնից մեկ անդամ, բանակցել է նախավորակավորված 3 ընկերությունների հետ, քննարկելով հայտերի գնահատման կարգն ու կատարվելիք աշխատանքների չափաբաժինները։ Մրցույթի երկրորդ փուլում, երբ ընկերությունները պետք է ներկայացնեին հստակ առաջարկներ, Background Production-ը մասնակցության հայտ չի ներկայացրել։ Մյուս 2 ընկերությունները Factory Production-ն ու Cinemart-ը ըստ գնահատող հանձնաժողովի համապատասխանել են երկրորդ փուլի պահանջներին։ Այս ընկերությունները ներկայացրել են տարբեր չափաբաժինների գնահառաջարկներ։ 2 չափաբաժնի համար Cinemart ընկերությանը հատկացվել է ավելի քան 267 միլիոն դրամ։ Միայն մայր տոնածառի ճյուղերի, լույսերի և վարչական շրջանների 10 տոնածառների լույսերի ու գագաթների մատակարարման համար 57 միլիոն 645 հազար դրամ։ Այն դեպքում, երբ քաղաքապետարանը սահմանել էր 50 միլիոն դրամ գնահառաջարկ։ Factory Production ընկերությանը հատկացվել է 340 միլիոն դրամ։ Գլխավոր տոնածառը տեղադրել է համայնքին պատկանող ձևավորում և սպասարկում հոակը։ Ի դեպ, նախորդ տարի ևս նույն ընկերություններն են զբաղվել Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու աշխատանքներով և Background Production-ը կրկին չէր մասնակցել երկրորդ փուլին։ Ինչու Background Production ընկերության 19% բաժնեմասի սեփականատեր Վազգեն Պողոսյանը Ֆակտոր TV-ին փոխանցեց, որ բանակցությունների արդյունքում են այդպես որոշել, երբ պարզ է դարձել, որ գաղափարները չեն կարող կյանքի կոչել։
մենք մտածում ենք, որ երևի նոր դեկորացիա ինչ-որ համակարգ կամ լուսային համակարգ կամ նոր ինչ-որ կարիքներ կունենա քաղաքապետարանը, բայց որ հասկացանք ոնց որ իրանց ավելի շատ այս տարի պետք էր եղած գույքը թարմացնել, էլի բերել հրապարակում տեղադրել եւ հիմնականում շատ բան փոխված չէր, դրա համար ոնց որ ցանկություն չունեցանք այս տարի մասնակցել։ Պողոսյանը, որն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնն, ասաց, մյուս ընկերությունների հետ ներքին պայմանավորվածություն չեն ունեցել։ Մենք ոչ կարիք ունենք ինչ-որ մեկի հետ պայմանավորվելու, ոչ ինչ-որ անդրհատակյան ինչ-որ բաներ անելու, վստահ դա ձեզ կարող եմ ասել, ուղղակի մենք ենք որոշում, որտեղ մասնակցենք, որտեղ չմասնակցենք։ Եթե դուք նկատել եք, նախ անցած տարի էլ նույն դեկորացիան ա եղել, անցած տարի դա վերանորոգել դրել են, եւս նույնը այս տարի ա լինելու, դրա համար իսկ մենք ոնց որ չենք ուզում ռեստավրատորի դեր ունենանք, ավելի մեծ հետաքրքիր է նոր կոնցեպտ մտածել, նոր բաներ մտածել։ Վազգեն Պողոսյանը ի դեպ 50% բաժնեմաս է ունեցել նաև Factory Production ընկերությունում եւ 2021 թվականին ընդամենը 25,000 դրամով այն վաճառել է ընկերության ներկայիս 100% բաժնեմասի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանին, որն աշխատել է Sharm Holdings ՍՊԸ-ում եւ հանրային հեռուստաընկերությունում։ Պետական կառույցները հաճախ են առանց մրցույթի բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքում Factory Production ընկերության հետ, իսկ Cinemarkt-ը հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսեր, ներկայում ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանին։ Ընկերությունից մեր գրավոր հարցերին ի պատասխան հայտնեցին, որ Factory Production-ի հետ նախնական պայմանավորվածություն չեն ունեցել եւ մասնակցել են միայն այն չափաբաժնին, որի մասով նախկինում ունեցել են փորձառություն եւ որը համապատասխանում է իրենց մասնագիտական գործունեությանը։